Սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ, եկել եմ ապարան, ուրեմն տեսեք ինչ եմ տեսել, այստեղ ապարանում անտառի գեղեցկուհին պահում են այսպես թաղանթներով տոպրակների մեջ, հաս տոպրակներ են թափանցիկ, ուրեմն ինձ ասացին, որ սա պիտի չծակվի, եթե հանկարծ ծակվեց, ուրեմն միջի տանձը փչանալու է, եթե չէ, ինքը այսպես մի քանի ամիս կարող է մնալ, այսպես իրենք երկար պահպանում են, ահա ինչպես տեսնում եք, սրանք հաթաթ քաղածներն են, որ որևէ վնասվածք չեն ստացել, որևէ խնդիր չունեն, ահա, մի քանի պարկ այսպես գրել են, կարող եք տեսնել, սրանք էլ պարկերն են դրանց համար նախատեսված, սա միջև քանի ամիս կարելի է պահել այսպես, եթե չսակեն երևի 3-4 ամիս, 3-4 ամիս, հետաքրքիր է, սրանք հաթաթ քաղել եք, ոնց հասկացա, ճիշտ է կռահել, իսկ մեջը որևէ բան լցնում եք, թե չէ, պահպանման համար, թե պարզապես իրան, պարզապես ուղղակի հերմետիկի փակվում է ու վերջ, շատ հետաքրքիր Էս աթել ոնց Սիրելի հետևորդներ, սա շատ հետաքրքիր տարբերակ էր, դրա համար ուզեցի ձեզ անպայման ցույց տալ, ես առաջին անգամ եմ տեսնում, եկել ենք ուղղակի մի քիչ տանձ գնելու, սա տեսա, անպայման ասցի կիսվա, անտառի գեղեցկուհի տեսակի տանձն է, իսկ սա միայն անտառի գեղեցկուհու համար կարելի է այս մեթոդը կիրառել, թե ընդհանրապես մյուս ընդհանրապես տանձերի համար, այսքան է սիրելիներս, դա ինչ հաջորդ հետաքրքիր տեսանյութերով սպասեք ինձ առաջիկա, կհանդիպենք